Պարոն Բազենյան, այսպես հերթական այսպես հակակարողության հիմքում ասես, չկա նպատակ ասելու, որ տեսեք ինչքան վատ է վիճակը եւ մենք ստիպված ենք լինելու, չգիտեմ, անգամ Կարապետյանի հետ չբանակցել եւ միանգամից օրինակ վաճառել, չգիտեմ, ամենուրեկային, որ պատրաստում են որևէ թուրքական ընկերության վաճառել։ Այս նպատակը կարող է լինել, այս նորից ասել, որ վատ է, տեսեք ինչքան վատ է, մենք հետ չենք կարողանալու կառավարենք, ստիպված ենք լինելու որևէ մեկին վաճառել։ Չէ, չբանակցելու տարբերակ չունեն, այդպիսի կարգ գոյություն ունի, որ պարտավոր են բանակցեն, բանակցությունների արդյունք չգալու համար գերակաշահի մասին օրենքով պարտավորություն ունենալու փոխհատուցել պարոն Կարապետյանին գումարը։ Տարբերակ չեն ունենալու։ Ինչ վերաբերում է, նայեք, այստեղ խնդիրը պետք է դիտել քաղաքական։ Մենք հեծը, այսպես ասած, խլվել է, գործընթացը միջև վերջ ավարտված չի, մենք այստեղ էլ վիճարկումներ ունենք դատական կարգով, միջազգայինում էլ ունենք, ՍԴ-ում էլ գործ ունենք, վերջնական ավարտված չի, բայց խլելու պրոցեսը քաղաքական էր, ընդամենը։ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը տալուց հետո իրենք որոշեցին, որ հեծը պետք է վերցնեն։ Հեծը պետք է վերցնեն որպես այսպես իրենց կարծիքով պատժամիջոց, որի արդյունքում պարոն Կարապետյանն ասաց թքած ունեմ ձեր վրա էլ, ձեր հեծի վրա էլ, այսինքն հեծը որպես գույք, որպես, չգիտեմ, տարբերություն, հեծը վերցնեն, թե ինչ որ մի այլ գույք, այսպես ասած։ Խնդիրը միանշանակ դարձավ քաղաքական։ Միանշանակ չկա այստեղ երկրորդ տարբերակ։ 50 քանից ցանց ունենք, բոլորի պետերին փոխել են։ Մասնաճյուղերի տնօրեններին բոլորին փոխել են բացի մեկից։ Հիմա երբ որ հայտարարվում է, որ դե ինժեներական համակարգում այսպես մարդ չենք փոխել, Երևան քաղաքում ղեկավարներին համարյա բոլորին փոխել են, բայց այսպես կամ ԺՊ-ի տարբերակով կամ տեղակալ նշանակելով, հիմա եթե շրջանային էլեկտրոցանցի պետերին փոխում են, հիմա հասարակ վարժություն չէ, եթե գլխավոր ինժեներին չես փոխում, բայց ցանցի պետին, որի վերադասն է ցանցի պետը, փոխում դնում ես չտեղեկացված մարդ, վերջին հաշվով կամ այդ հաստիկը պետք չէր, եթե կարող էին առանց այդ այսպես մարդու աշխատել, կամ պետք էր, բայց ոչ կոմպետենտ մարդ է այդտեղ, որի արդյունքում առաջանում է այս ամեն ինչը։ Ինքը միանշանակ, ես անգամ կասկած ունեմ, որ իրենք միջև ընտրությունները ձգելու են այսպես, այդ բանակցություններ, հետո այդ վաճառք եւ այլ, որովհետեւ ընտրությունների ժամանակ ռեսուրսը լինի իրենցը։ Իմիջիալոց ասեմ, թող ինչ որ մեկը հիմա հայտարարի կամ ասի, որ երբևիցե Սամվել Կարապետյանի ժամանակ դա օգտագործվել է քաղաքական նպատակներով։ Ես եղել եմ մեջը, այդ համակարգի մեջ, ոչ փոքր պաշտոն եմ զբաղեցրել, որևիցե պարագայում ես անձնապես եղել եմ, չեմ ժխտի։ Եղբայրս եղել է քաղաքական պրոցեսի մեջ, ես անձնապես եղել եմ։ Համակարգային հեծը երբևիցե չի եղել։ Երբևիցե սա քաղաքական պրոցես է Սամվել Կարապետյանի հեղինակության վրա ազդելու եւ այսպես իրենց կարծիքով թույլ չտալու, որպեսզի Սամվել Կարապետյանը իր տեսլականը մեր երկրի զարգացման վերաբերել իրականացնի։ Ընդհանրապես սա է։ Մարդկանց համար ավելի բարձր ներդրման ինչ համակարգային կայունության, համակարգի կայունության զարգացման, որ առանցքային ցուցանիշների վրա է ազդել։ Հիմա հետո տեսեք կարևոր որ մարդիկ հասկանան ինչ ներդրումները, ինչ հնարավոր հետևանքներ։ Հիմա օրինակը պարզ կա։ Ձմեռամուտին, ձմեռվա նախապատրաստական աշխատանքները չկատարվեց, որի արդյունքում ունեցանք այսքան հոսանքազրկում։ Ես ասում եմ, թվերը կոնկրետ այս տարվանը դեռևս չեն հրապարակել, բայց մենք միշտ կա, չէ, խոսքը ես միշտ եմ ասում, հեծում երկիշխանություն է։ Բնականաբար մենք ինչ ուզում ունենում ենք։ Այսպիսի խնդիր չունենք, իհարկե օրենքով թույլատրելի, հիմա ամեն բարուտ առն չէ, մանգալիս մարդկանց ասացի տակ, օրենքով թույլատրելի այսպես ինֆորմացիաների վերաբերյալ, որտեղ սա փակագաղտնի ինֆորմացիա է, բայց անցած տարվան ինքը որ հրապարակել էր, մերը կոնկրետ հրապարակում եմ կայքից, մեր տված այն ժամանակվա ինֆորմացիան։ Բնականաբար ներդրումները ճիշտ
եւ թիրախային չկատարելու դեպքում այդ վիճակը պետքա լինի։ Այստեղ խնդիրը եւս մեկ անգամ այլ բանի մեջ է։ Ինչ վիճակում ես վերցրել ապրանքը կամ գույքը կամ ընդհանրապես ակտիվը եւ այսօր ինչ վիճակում է։ Այստեղ պետք է գնահատել ինչ վիճակում ես վերցրել, հիմա ինչ վիճակում է եւ այդ արանքում կատարված աշխատանք։ Ահռելի աշխատանք է կատարվել։ Դուք պատկերացրեք այնքան վատ վիճակ լինի, որ այսքան աշխատանք կատարելուց հետո ու պրիտոմ առանց սակագնի բարձրացման, որովհետև ես մեկ առիթով ասել եմ, եթե սակագնի բարձրացումը խնդիր չլինի, այս 10 տարվա ընթացքում մենք կունենայինք եվրոպական ամենալավ, այսպես մակարդակի էլեկտրական ցանցեր։ Բայց շատ դժվար է, երբ որ դու սակագինը չես բարձրացնում, եւ այդ փոքր սակագնի պարագայում, այսպես ասած, դու պետք է այդ աշխատանքները կանես եւ երբ որ քաղաքական իշխանությունների կողմից հայտարարվում է, որ Հայաստանում հոսանքի սակագինը ամենաբարձրն է, եթե չեմ սխալվում, թե ամենաբարձրից մեկն է պրոսովետական երկրներում, շատ հետաքրքիր հարց է առաջանում, այդ անձինք, որոնք հայտարարում են, իրենք գիտեն ով է սակագինը հաստատում, թե չէ։ Այսինքն մի պետական չինովնիկ հայտարարում է մի բան, որի այսպես պետական կազմակերպության որոշման տիրույթում է, լավ մտածում է, թե չի մտածում։ Իմ կարծիքով մտածում է ուղղակի այդպես, ոչինչ։ Մի առիթով ասել եմ, լողանանք կանցնի էլ։ Այսինքն ինչ է ստացվում։ Հեծը որևիցե կերպ սակագնի հետ, որպես այդպիսին վերջնական արդյունքի վրա ազդել չի կարող։ Սակագինը հաստատում է վերջնական հանրային ծառայությունների կարգով հանձնաժողովը։ Այդ տիրույթում գտնվող ընկերությունները կարող են հայտով դիմել սակագնի բարձրացման կամ իջեցման։ Հիմա եթե մենք ունենք ամենաբարձր սակագինը, դրա առաջին մեղավորը ով է։ Փորձում են մեր անտեղյակ հայրենակիցներին բերել բացատրել, որ Սամվել Կարապետյանը կարող նստել մի հատ հրաման ստորագրել, ասել, «Всё, սակագինը այսքան է կամ այսքան չի»։ Իրենք են հաստատում, այսինքն եկեք մի եզրակացություն անենք։ Եթե իրենք իրականում ճիշտ են ասում, որ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ռեսուրսներ չունենք, միշտ չունենք, այդ չեն քննարկում։ Եթե իրականում Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձրից մեկն է, դրա համար թիվ 1 մեղավորը քաղաքական իշխանությունն է։ Վերջ։ Չնայած որ հանձնաժողովը անկախ է, բայց իմ կարծիքով միայն թղթի վրա է անկախ, վերջ իրադարձությունները ցույց տվեցին դա։